ես առանց դադարի օգտագործում էի թմրանյութեր։ Ես հանդիպում էի մեկի հետ, իսկ հետո մյուսի, բայց ոչինչ չէր լցնում իմ ներսի դատարկությունը։ Ես ինձ ավելի վատ էի զգում, եւ հղիության ժամանակ թմրանյութեր չէի օգտագործում, բայց հետո նորից սկսեցի։ Սկզբում թմրանյութերը ինձ ուրախություն էին պատճառում, բայց արդյունքում նրանք քանդեցին իմ կյանքը։ Ամեն ինչ սկսվեց 11 տարեկանից։ Ես սկսեցի օգտագործել թմրանյութեր եւ ծխել ծխախոտ։ Ես դեռ մանկուց տառապում էի դեպրեսիայից եւ շատ տխուր էի։ Ընկերներից խումբը ինձ ծանոթացրեց կոկաինի հետ։ Իմ կյանքը ամբողջովին քանդված էր։ Տանը ես խաղաղություն չունեի, գողություն էի անում, մարմնավաճառությամբ էի զբաղվում, որպեսզի թմրանյութեր գնեմ։ Իմ հայրը մեկ-մեկ վերադառնում էր տուն աշխատանքից, իսկ ես վերադառնում էի տուն առավոտյան կողմ գիշերային ակումբից։ Ես շատ թմրանյութեր էի օգտագործում եւ չէի կարողանում դադարել։ Դա ինձ հաճույք էր պատճառում։ Ինչ-որ բան ինձ չէր հերիքում։ Դրա համար ես փնտրում էի դա թմրանյութերի, ալկոհոլի, ծխախոտի մեջ։ Դեպրեսիան միայն ուժեղանում էր, եւ ես ցանկանում էի մահանալ, բայց համարձակություն չունեի ինքնասպան լինել։ Եվ երբ ես դարձա 17 տարեկան, հանդիպեցի իմ ամուսնուն։ Փողոցային պարեր, թմրանյութ, նա վաճառում էր այդ թմրանյութը։ Մենք մտանք հարաբերությունների մեջ, եւ ես հղիացա։ Դա պետք է ինչ-որ լավ բան լիներ։ Ես ունեցա իմ ընտանիքը եւ որոշ ժամանակ անց սկսեցի չօգտագործել թմրանյութեր։ Բայց հետո ես մինչեւ ոտքերիս ծայրը նորից սուզվեցի թմրանյութերի մեջ։ Ես էլ ավելի վատ վիճակում էի։ Եվ երբ մենք տեղափոխվեցինք ապրելու մի աղքատ թաղամասում, դա դարձավ իմ կյանքի ամենամեծ անդունդը։ Այնտեղ չկար զուգարան, տանիքի փոխարեն բրեզենտ էր, եւ մենք կախված էինք իմ հորից սնունդի առումով, որովհետև այն բոլոր գումարը, որը վաստակում էինք, ծախսում էինք թմրանյութերի վրա։ Այդ ժամանակ ես հասկացա, որ կործանում եմ ոչ միայն իմ կյանքը, այլ նաև իմ երեխայի։ Մի անգամ իմ ատամը վիրահատեցին, եւ ես տանն էի միայնակ եւ հակաբիոտիկներ էի օգտագործում հանգստի համար։ Տանը ամեն բան լավ էր, բայց այդ օրը ես հասկացա, որ չեմ ուզում ապրեմ, չեմ ուզում ապրել այս կերպով։ Եվ ես ինձ ասացի, որ կօգտագործեմ թմրանյութեր այնքան, մինչև մահանամ։ Իմ տղան մայրիկիս մոտ էր, եւ ես օգտագործեցի այդ պահը, որպեսզի օգտագործեմ այնքան թմրանյութ, ինչքան որ կցանկանամ։ Ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերը ես թմրանյութ օգտագործեցի, բայց անգամ դա ինձ չէր լցնում։ Ես հիշում եմ, որ երրորդ օրը, երբ ես դրանք օգտագործում էի, հեռուստացույցով մի հաղորդում տեսա։ Այդ ժամանակ ես օգնության կանչեցի ամուսնուս։ Ուժեղ գոռացի եւ նա վախեցավ։ Իսկ հետո ես վերցրի նա ձեռքից եւ ծնկաչոք սկսեցի լաց լինել։ Ես ասացի. «Իսեր Աստծո, ինձ տար այնտեղ, ես պետք է գնամ»։ Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Եվ դա իմ կյանքի համար լուրջ քայլ էր։ Ես եկա Աստծո թագավորություն եկեղեցի ուրբաթ օրը եւ տուն գալուց հետո ես կարողացա հանգիստ քնել։ Այդ գիշեր ես սարսափներ չտեսա։ Ես էլ ավելի շատ ցանկացա գալ Աստծո թագավորություն եկեղեցի եւ սկսեցի հաճախել չորեքշաբթի, կիրակի օրերը առանց ուղեկցության։ Ինձ ոչ մեկից հարկավոր չէր օգնություն խնդրել։ Ես սկսեցի հաճախել ինքս եւ հետո զղջացի, որ ինձ հետ այդպես էի վարվում։ Ես հասկացա, որ իմաստ չկա նույնը լինելու եւ սկսեցի իմ հին սովորությունները թողնել։ Դա շատ դժվար ճանապարհ էր եւ ինձ համար հեշտ չէր, որովհետեւ երբ դուք որոշում եք կայացնում, գլխում հայտնվում են շատ մտքեր։ Մարմինը չի ուզում ենթարկվել։ Ես ցանկանում էի ջրով մկրտվել։ Մոտեցա հովիվին եւ այդպես էլ ասացի. «Ես ցանկանում եմ ջրով մկրտվել», բայց հովիվը ինձ ասաց, որ մկրտության լողավազանը
Դեռ պատրաստ չեմ։ Մի փոքր սպասեք։ Իսկ ես ասացի ոչ, ես չեմ կարող սպասել։ Ինձ պետք է հենց հիմա։ Դրա համար հովիվը մի ամանի մեջ ջուր հավաքեց եւ դատարկ լողավազանի մեջ ինձ մկրտեց ջրով։ Եվ երբ ջրով մկրտվեցի, իմ ներսում տարբերությունը զգացի։ Ես ուշադիր լսում էի զոհասեղանից եկող ուղղորդությունները եւ անում էի։ Ես սկսեցի կարդալ Աստվածաշունչը եւ հասկանալ, բայց միակ բանը, որ չէի հասկանում, դա այն էր, թե ինչու չեմ կարողանում երկար ժամանակ ստանալ Սուրբ Հոգուն։ Ես եկեղեցում էի արդեն 1 տարի եւ լսում էի, որ մարդիկ ասում են, թե ինչ ուրախ են։ Իսկ ես փնտրում, ասում էի Տեր իմ, ես ցանկանում եմ ստանալ քո հոգուն, բայց այդպես էլ ոչինչ չէր լինում։ Եվ մի օր ծառայության ժամանակ խոսքը ինձ դիպչեց։ Եվ ես հասկացա, որ պետք է ներեմ։ Մինչև այդ չէի հասկանում, որ ինձ պետք է ներել այդ մարդուն, որպեսզի թողնեմ ամբողջ բեռը եւ ցավը, որը կար իմ ներսում։ Ես ներողություն խնդրեցի եւ այդ ամենից ազատվեցի։ Դրանից հետո գիշերային աղոթքի ժամանակ ես ստացա Սուրբ Հոգուն, այլևս պետք չէր ոչինչ ասել։ Ամեն բան ընկավ իր տեղը։ Մտքերը արդեն այլ էին։ Փոփոխությունը շատ մեծ էր։ Ես բառից բուն իմաստով նոր ծնվեցի։ Ես դարձա նոր մարդ։ Դա այնպիսի բան էր, որը հոգու խորքից էր գալիս, եւ չկան բառեր, որպեսզի ես դա նկարագրեմ։ Ուրախությունը եւ վստահությունը քո մեջ են, եւ դու անգամ չես հասկանում, թե որտեղից, եւ ուզում ես մարդկանց ասել Սուրբ Հոգու մասին։ Այսօր ես սիրող կին եմ, լավ մայրիկ իմ տղայի համար։ Մարդիկ նայում են ինձ եւ ասում են, Աստվածին, ինչ մեծ փոփոխություն է։ Իմ ամուսինը տեսավ փոփոխությունը եւ որոշում կայացրեց նույնպես իր կյանքը տալ Աստծուն։ Նա ընդունեց ջրի մկրտություն եւ ստացավ Սուրբ Հոգուն շատ արագ։ Նա փոխվեց եւ հիմա Աստծո տղամարդ է։ Մենք, այն մարդիկ, ովքեր առաջ օգտագործում էին թմրանյութ, հիմա տանում ենք Աստծո խոսքը երկուսով։ Նրանց, ովքեր տառապում են, ովքեր գտնվում են այն իրավիճակում, որում մենք ենք եղել։ Եթե առաջ մենք ապրում էինք աղքատ թաղամասում եւ սննդի կարիք ունեինք, ուրեմն հիմա իմ ամուսինը ունի իր սեփական ընկերությունը։ Մենք աշխատում ենք միասին, կատակում, ծիծաղում, եւ մարդիկ հարցնում են, դուք միասին եք աշխատում։ Այո, մենք պատասխանում ենք, որ միասին, եւ դա հրաշալի է։ Դատարկ, դեպրեսիվ կնոջից ես դարձա մի նորը։ Իմ կյանքը ապացուցում է, որ կա ելք, անգամ թմրանյութերից կախվածության համար։ Ամեն ինչ կախված է հավատից։ Ներաշխարը, խնդիրների լուծումը եւ հոգու փրկությունը։ Բայց ինչպես ունենալ այն հավատը, որը գործում է։ Հավատը, որը դիմանում է մինչև վերջ։ Հավատը լսելուց է գալիս։ Աստծո խոսքը լսելուց։ Ահա այստեղ պատասխանն է նրանց համար, ովքեր հարցնում են. ինչ պետք է անենք, որպեսզի ունենանք այդ հավատը։ Շատերը ցանկանում են հավատ ունենալ, բայց չեն ցանկանում լսել։ Եթե դուք ցանկանում եք օգտագործել այս խոսքը, որպեսզի ձեր կյանքը փոխվի, եկեք, որպեսզի լսեք։ Կիրակի օրերին հատուկ ուսուցում ձեր համար Աստվածաշնչի հիման վրա, եւ ձեր մոտ հաստատ կլինի մտքի փոխակերպում եւ կստանաք Քրիստոսի միտքը։ Աստծո Թագավորություն եկեղեցում հասցեն Ազատության պողոտա 13-1 եւ նաեւ ավելի քան 145 երկրների բոլոր Աստծո Թագավորություն եկեղեցիներում։ Բերեք ձեզ հետ ձեր Աստվածաշունչը։